Ապա հայր, հայր մեր, որ երկնքում ես, Սուրբ եղեցի անուն քո, հայր երկնավոր որդվույթ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, անոր հեղինակությունով, նրա իշխանությամբ և մեզի շնորհված լիազորությամբ կմոտենանք փառած շնորհած գահիդ առաջ։ Հայր, այստեղ ենք բոլոր հայրերս, հայր այստեղ ենք, որպեսզի քո հայրական սիրտդ, հոգիդ, միտքդ, հայրական դիրքորոշումներով ողողես մեզ հայրերիս։ Մենք որպես հայրեր մեր զավակները մեզի նայելիս, հայր երկնավոր քո գեղեցկության հայրական համն և հոտ առնեն։ Հայր այստեղ ենք հայրերով նաև գիտակցում ենք, որ բազում բարականերում ցախողվել ենք մեր հայրական բարդականություններում։ Ներիր և վերականգնիր մեզ հայր։ Այստեղ են նաև մայրեր, այստեղ են նաև եկեղեցի ընտանիքդ։ Հայր քո խորանից առջև կխոնարհենք։ Ինչպես որ ենք, այնպես կուքանք։ Ով ենք դեր, որ մենք կարողանանք թաքցնել մեր իսկությունը քո ամենադես աչքերից։ Հայր պատրաստիր մեր սրտերը, ինչ գենթանի հավիտենական խոսքդ պիտի լսենք։ Եվ դուր որ դեր այս սարավոտում մինչ քո առաջ ենք, մինչ քո դանն ենք, քո ընտանիքով, կարողանանք դեր այսօր ստանալ այն, ինչ անհրաժեշտ էր մեզ։ Եվ փառավորվի անունդ, որուն արժանի ես, ողջ հավիտենական տարերում։ Ամեն։ Շնորհակալ եմ բանասակար։ Պասադինայի հայրն ադոնցի եկեղեցին քրիստոնեական սիրով անհուն ուրախությամբ երախտագիտական զգացումներով հուբարտությամբ կողջունե Հովհաննես Հարազյանը հրճագելով զինվորպես 2025 տարվա հայրը։ Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ։ Thank you, thank you. Շնորհակալ եմ, դեր օրհնեցես։ Հոր խոսքերը կարող են անհետանալ հիշողությունում, բայց նրա աղոթները լսելի են մնում երկնային սրահներում։ Նրա ժանանքները կարող են չտեսնել նրա թափած արցունքները, բայց հոր բարեխոսական աղոթների շնորհիվ է, որ համալրում են օրը։ Նրանք հաջողության են հասնում ոչ թե սեփական ուժով, այլ հոր ձնգաչոք խնգափույր աղոթքներով։ Հայրը մարդեր է մղել, որոնք ոչ ոք չի տեսել, և որի շնորհիվ հաղթանակների ժառանգն եք դարձել։ Կան փոթորիկներ, որոնք երբեք չհարվածեցին մեզ, որովհետև հայրը իր աղոթներով կանգնած էր նրանց թեմ առերես։ Մեր վայելած բազում բարեհաճությունները ոչ թե մեր ջանքերի արդյունքն են, այլ հոր բարեխոսական աղոթների բերքն են։ Մահը կարող է լրացնել հոր ձայնը, բայց ոչ նրա աղոթքները։ Այս է այն,
հոր դեսագը, որակը, որով մեր աշխարհը, մեր հասարակությունը եւ մեր եկեղեցիները խիստ գարիքն ունեն այսօր։ Աղոթող հայրեր։ Եվ մինչ Աստվածաշունչը կսերդենք, մենք հոն կհանդիպենք բազում հայրերի, որոնք երկինքը շարժեցին եւ սերունդներ փոխեցին, ցևավորեցին։ Անոնց անունները ոչ Աստվածաշնչի էջերի վրա գարցականք է։ Երբ անոնց մեր ականջ Աստծո խոսին գուտանք, հոն կլսենք հայրերի աղոթների ցայնը։ Եվ այս հայրերը այնտեղ արձանագրված են ոչ թե նրանց գադարած կորձերի համար, մեծ կորձերի, ոչ, այլ նրանց գադարած աղոթների համար։ Շատ ամփոփ, որովհետև եթե գիշեք երկու գիրագին առաջ աղոթքի մասին խոսացի եւ պիտի շարունակենք աղոթքի մասին, չաղոթելու մեղսալիությունը, թե երբ որ մենք չենք աղոթեր, մեղ կործած կրենք, ադոր մասի խոսեցանք, պիտի շարունակենք եւ պիտի խորանանք աղոթքի կյանքի մեջ։ Այսօր որև հայրերի օրն է, սիդեր ինձի պատկամ մդուր, որ կարողանամ հայրեր եւ աղոթքը իրար միացուլեմ։ Եվ մեր նյութից կդրված չեն գլար, եւ հայրերին պատված կլինենք։ Եվ նյութից ինչպես կտեսնենք աղոթող հայրեր։ Աստվածաշունչը լի է հայրերի, որոնք իրենց կյանքը աղոթքով ողած են, հայրեր, որոնք ժարանք թողեցին սերունդ թե սերունդ։ Իր եղբայրը քաղաքի մեջ կաբրեր, որտեղ մեղքով ողողված էր։ Եվ Աստված հրաշքով, հրեշտակի տեսքով այս մարդուն մոտեցավ եւ անոր հայտնեց, թե այդ քաղաքի վախճանը ինչ պիտի լինի։ Եվ մինչ այս աստվածային ներկայացուցիչը այս մարդու հետ կխոսեր, այս մարդը որպես հայր, որպես եղբայր եւ որպես աղոթող, անունը Աբրահամն էր, եղբոր Ղովդի մասին եւ Սոդոմ քաղաքի մասին սկսավ աղոթել, ավելի շատ նյութական առաջարկներ անել, ավելի շատ ուզեց տնտեսական լեզվով խոսիլ։ Եվ գիշեք պատմությունը, ինչպես Աբրահամ այս Աստծո ներկայացուցիչի հետ խոսալիս աղոթելիս միտքը աղոթներ, գաղոթեր, որպեսզի Աստված խնայեր իր եղբոր Ղովդի, իր ընտանիքը եւ Սոդոմ քաղաքը ընդհանրապես։ Աբրահամ բարեխոսող հայր մներ։ Եվ ոս մենք կտեսնենք Աբրահամի կյանքին, թե ինչպես հայրը Աստուծո եւ խնդրի առաջ կգանքնի։ Հայրը նա է Աբրահամի օրինակ, որ կգանքնի Աստուծո եւ խնդրի առաջ, եղբորը առաջ, ընտանիքին առաջ, որպեսզի բարեխոսական աղոթներով կարողանա այսպես ասած Աստուծո միտքը փոխել։ Եվ պատմությունը շատ լավ գիտենք, թե ինչպես Աբրահամ սագարգեց եւ բարեխոսական աղոթքով մոտեցավ։ Ուրիշ հոր մը կհանդիպենք, որ շատ հարուստ էր եւ իր զավակները ամեն օր խնջույք կգազմագերբեին։ Ամեն օր խնջույք, թրամը շատ, արջարները շատ, գառնուկները շատ, անսահման հարստություն։ Եվ գսե Աստծո խոսքը, որ այս հայրը ամեն օր
գիտնալով, որ իր զավակները խնջույք կազմակերպեցին, իրենց քույրերին կհավաքեին, եղբայրներին կհավաքեին, հարազատներին, եւ կմտածեր այս հայրը, որ միգուցե թերևս խնջույքի ժամանակ մոռացան Աստծուն, կամ իրենց բերնեն ոչ հաճելի խոսքի ելավ, կամ միգուցե մեղք գործեցին, ամեն օր գաղութեր առ Աստված, որով Աստված միգուցե զավակներս մեղանչեցին եւ քո սիրտը գոդրեցին եւ գաղութեր, որբեսի Աստված անոնց մեղքերը ներեր։ Հոբիներ, Հոբի կյանքեն գսորվին որպես հայր, անոր կյանքեն գսորվինք, որ մենք պետք է աղոթենք մեր զավակների համար, նույնիսկ եթե դեռևս իրենք պաշտպանված վիճակում են, նույնիսկ միգուցե դեռևս դեսանելի մեղք չգործեցին։ Բայց հնարավոր է որ գործեն, այս հայրը այդպիսի սիրտ ուներ իր զավակների հանդեպ։ Աբրահամը փարեխոսող հայր էր, Հոբը սիրելիներ պաշտպանության համար գաղութեր, Աստծո պաշտպանությունը իր զավակների համար։ Ուրիշ հոր մը կհանդիպինք, ով Աբորինի զավակ ունեցավ եւ Աստված այցելեց այս հայրիկին, այս հորը, ասելով, որ այս զավակը Աբորինի ճանապարհով դու ունեցար, հետևաբար պիտի պատժեմ։ Դավիթ թագավորն էր, պատմությունը գիտենք, Աստված անոր զավակը արավ, եւ երբ որ մենք պատմությունը կգարտանք այս Դավիթ թագավոր, որպես հայր, պապա, սուքի մեջ էր, երբ որ Աստծո այս պատվերը ստացավ, բայց երբ որ Աստված իր զավակը վերցուց իր մե արավ, Դավիթ կսե ոտքի կանգնեց, հաց կերավ, երեսը լվաց, գլուխը յուղով ոզեց եւ բալադը մտավ։ Սա աստեղ մենք կսորվենք Դավիթ թագավոր բաբայի հայրիկի, իր կյանքից մենք կսորվենք շարունակել աղոթել, նույնիսկ եթե աղոթքի պատասխանը, որ պիտի Աստված տա մեզի, մեր սրտի համապատասխան չէ։ Շարունակի աղոթել։ Քու գամքը դլա, ոչ թե իմ։ Եթե քու գամքդ իմ զավակս առնել է, ես գենթարգվիմ քո կյանքիդ, Դավիթ բաբայից այսիկա գսորվին։ Նույնը դարեր ետ Հիսուս Քրիստոս Գեթսեմանի բարձում նման աղոթ կրավ, շատ դաժան մարդ պիտի մղեր դիվային աշխարհի թեմ։ Փասանի ցուլերը գսե բաշարեցին զիտ Գեթսեմանի բարձի մեջ էր Հիսուս եւ քրտնաջան աղոթեր եւ սա հայր, եթե կարելի է անցուր այս բաժակը, բայց ոչ իմ գամքս, այլ քու գամքը դլա։ Ամենը շատ հաճախ աղոթ գաղոթենք որպես հայրեր կամ հավատացյալներ, թերևս պատասխանը մեր սպասածից հագարակ է, բայց սորվինք ընդունել այն։ Դավիթի կյանքից, Դավիթ որպես հայր, ադի կտեսնենք, այդ Դավիթի կյանքը, երբ որ մանա Սամոս 51-ը կգարտանք, որպես հայր Դավիթը եւ գտեսնենք խոստովանող սիրտ ուներ, խոնար սիրտ ուներ, գսե, երբ որ մեղքերս չխոստովանեցա, գսե, կյանքը չորացա, գսե, ոսկորներս մաշեցան։ Ուրեմն Դավիթ թագավորը նաև հայր մներ, խոստովանող եւ ենթարկվող Աստծո կամքին։ Երկար դարիներ արդեն այս մարդը դարիքը այնպիսի դարիք էր, որ մեկ ոտքը քերեզմանն էր, մեկ ոտքը երկրի վրա։ Մահվան եզրին էր։ Եվ ամբողջ իր կյանքի ընթացքին գաղութեր այս մարդը, որպեսի հայր ըլլար, դեր հայր չէր, որպեսի հայր լինեմ, զավակ կուզեր Աստուծմե։ Եվ արդեն զավակ չուներ եւ առանց ժանանքի պիտի վերանար այս աշխարհից եւ գաղութեր եւ գսե Աստծո խոսքը, այդ դարին իր հերթն էր քահանայության պաշտոնին։
Այո, ճիշտ գրայեցիք, Զաքարիան էր Հովանես Մգրտչի բաբան։ Եվ գսե աղոտքի մեջ էր։ Եվ պատմությունը գիտենք, ինչպես Աստված այցելեց, հեսավ քալդարի բիդի զավակ ունեց եւ իր զավակը ծնվեց։ Այստեղ այս Զաքարիա բաբայեն գսորվինք աղոթել նույնիսկ եթե Աստծո պատասխանը ուշանա։ Ուրիշ բաներ քիչ առաջ գաղոթենք նույնիսկ եթե մեր գամքի հագարակ է, մեր սրտի համապատասխան չէ, շարունակի աղոթել։ Հոս գաղոթենք նույնիսկ եթե ուշանա։ Այսինքն Աստված ուշացված աղոթներ պատասխանող նաև Աստված է։ Վստահ որ սա հայրեր ունենք։ Ես ալ որպես հայր, շատերս որպես հայր, ունենք աղոթքի նյութեր, որոնք դեռևս չեն պատասխանվել։ Շարունակենք աղոթել, մինչև պատասխանը ստանանք, որով Հիսուս խոստում ունի։ Թուրը զարգեք եւ պիտի բացվի ցեզի։ Փնտրեցեք եւ պիտի գտնեք, խնդրեցեք եւ պիտի ստանաք։ Ժամանակի հարց է։ Ժամանակի հարց է։ Ուրեմն Զաքարիա հայրիկեն ասիկա գսորվինք մենք որպես հայրեր, never give up։ Շարունակե։ Այս հայրը զինվորական մներ, հռոմեացի։ Հռոմեացի շատ հբարտ, շատ գորոզ, շատ Աստված կայցել է իր կյանքը։ Գաբաշխարե։ Եվ այս հոր աբաշխարության շնորհիվ իր ամբողջ ընտանիքը գաբաշխարին եւ գմգրդվին։ Ճիշտ դրարեցիք Գորնիլիոսը։ Գորնիլիոսը հեթանոս մարդ մներ։ Եվ պատմությունը մենք գարտանք Գործ Կարաքելոց 10-րդ գլխում, թե ինչպես այս հայրը երբ որ գաբաշխարե դան մեջ ամբողջ ընտանիքը աբաշխարեցին հայրեր, ասիկա նմանավանդ Հայաստանի մեջ երբ որ դու դարիներ գաբրես, այս երևույթին ագանադես կլաս։ Հայրեր գրեթե եկեղեցի չեն հաջախել Հայաստանում։ Գրեթե քիչ են։ Եկեղեցիներում Հայաստանում մեծամասնությունը քույրեր են։ Հիմա, բայց եթե դանմը հայրը աբաշխարեց, գրեթե բոլոր ընտանիքը իրեն կհետևին։ Ասմիկ կուշիդակ չեմ։ Մշակութային, ազգային այսպես հեղինակություն մգա, հայր երբ որ գաբաշ, այս բարակայում այսպես եղավ, Գորնիլիոս երբ որ աբաշխարեց, որպես հայր, բաբա, իր ամբողջ ընտանիքը գսե, ամբողջ ընտանիքը մգրդվեցան հապատացին։ Ուրեմն հայրեր, մեր աղոթն է, եթե դեռևս քո բաբան Քրիստոսինը չէ, աբաշխարությամբ իր կյանքը Տիրոջը չի անցնել եւ դեռևս փրկության փորձառություն չունի, աղոթենք մեր բաբաների համար, որ Տերը անոնց այցել է, որով եթե անոնք աբաշխարեցին, ամբողջ ընտանիքի փրկության միջոց կարող է լինեն։ Հովսափատ թագավորը Հուդայի թագավորներից էր։ Դեպ մգբադայի եւ այս Հովսափատ թագավորը հոր դիրքորոշում գորտեկրե, որպես հայր, ազգի հայրը։ Լուր գուդանին որ ամբողջ քաղաքը շրջապատած են, եւ պիտի հալածեն, եւ պիտի գոդորեն, եւ պիտի փնաչնչեն մեզ։ Հովսափատ թագավորը գսե խիստ վախցավ։ Եվ գսե թագավորական բալադը մտավ եւ իր տալիջի մեջ գսե այդ նամակը որ տշնամիներից ուղարկվեցավ գսե այդ նամակը գսե բացի դերոջը արչեվ տրի ձունգի եկավ եւ աղոթեց գսե ով դեր Իսրայելի Աստվածը ամենազոր եւ այլն եւ գսե չգիտեմ ինչ անեմ ոնց անեմ այս խնդրի լուծմանը Եվ գսե Հովսափատ թագավորը ինքը բոլոր թագավորական գազմը եւ բոլոր ժողովուրդը գսե աղոթքի հրավիրեց։ Ամբողջ ժողովուրդ ազգը աղոթքի հրավիրեց։ Որբեսի Աստծո առաջ աղոթեն այս խնդրի լուծման համար։ Հովսափատ
թագավորը ոչ միայն քաղաքական առաջնորդ էր, այլ այս բարակայում հոգևոր առաջնորդի վերածվեց։ Ամբողջ Հուդայի ժողովուրդը հավաքեց, հավատքով եւ աղոթքով առաջնորդելու այս լուրջ մարտահրավերի առաջ։ Եվ Աստծո հրաշքը կտեսնենք փառավոր հաղթանակ կունենանց։ Երանի մեր երկրի ղեկավարները այսպիսի հոր թագավոր հոր սիրտ ունենան ժողովրդի հանդեպ։ Խնդիր մի եղավ Աստծո առաջ մոտենան, Աստծո առաջ նամակները տնեն, Աստծո առաջ այդ մարտահրավերները ներկայացնեն։ Ես աղոթում եմ, որ Աստված մեր Հայաստանի երկրին այսպիսի նախագահ մտա, այսպիսի վարչապետ մտա, այսպիսի ղեկավարություն տա, որոնք երբ որ մարտահրավերների առաջ գտնվին, Աստծո ամբողջ ազգը Աստծո հրավիրեն։ Ամբողջ ազգին գոչնեն, մենք աղոթելու ենք ժողովուրդ, ձոն պիտի պահենք, քուրց պիտի հագնենք։ Նինվեի բարական գիշեք, Նինվեն, երբ որ Հովնանը պիտի Նինվե գնար։ Հեթանոս ժողովուրդ, անաստված, 120,000 բնակչություն ունեցող անաստված, Հովնանը Աստծո մարդը կփախչի, բայց երբ որ Աստծո միջամտությամբ գահասնի հոն, գսե երկրի թագավորը, Հեթանոս, քուրց ու մոխիր հական գսե, ամբողջ ժողովուրդը գսե աղոթքի արջ հրավիրեց եւ Աստված գսե ամբողջ քաղաքը փրկեց։ Նախավերջին հոր օրինակը։ Այսօր մասին գարձեմ 2 տարի կամ անցյալ տարի խոսեցա մոլորված որդու հայրը։ Անարակ որդի գիջանշնան շատ է, բայց անարակ բարը չի գա ունդեղը, մի խոսքով, մոլորված, շփոթված որդու հայրը։ Թեև Աստվածաշունչը Ղուկաս ավետարանի 15-րդ գլխում հստակորեն չի նշում, որ այս մոլորված որդու, փոքր որդու հայրը աղոթում էր, բայց հոր դիրքորոշումը եւ սիրտը ցույց կտա, որ այս հայրը ամեն օր աղոթում էր իր փոքր որդուն, ով թողել եւ գնացել էր դնից։ Որով այս հայրը ամեն օր հույսով սպասում էր իր որդու վերադարձին, հավատքով նայում էր, թե երբ պիտի տեսնե իր որդու դարձը եւ շնորհքով բարիքալուստի բաց փազուկներ ուներ ամեն օր։ Հայր մներ, որ ամեն օր աղոթում էր իր որդու դարձի համար։ Իր որդու դարձի համար։ Այստեղ մենք սորվինք, մենք որպես հայրեր բարդավորություն ունենք մեր, եթե աբստամ զավակ մունիստանը նրա համար աղոթելու։ Շատ ծնողներ կան, միգուցե այստեղ եւ ամեն օր եք, որոնք սուքի մեջ են ամեն օր իրենց զավակների համար, մոլորված են, շփոթված են, ամեն տեսակի մեղսալի երևույթների եւ ոլորտներում են հայտնվել։ Աղոթենք մեր զավակների համար, սիրելիներ։ Աղոթենք մինչև Աստված հրաշքով իր աջ փազուկով հպվի նրանց։ Գիտեք, սիրելիներ, երբ որ մենք աղոթենք, չպետք է աղոթեմ, որ ուրիշը փոխվի, այլ երբ որ ես կաղոթեմ նրա համար, ով փոփոխության գարիքն ունի, կարծում եմ, իմ սիրտս է սկսում փոխվել։ Այս փոքր որդու, աբստամբ որդու հայրը ամեն օր աղոթում էր եւ թագում էր մինչեւ որ դուրը բացվեց, եւ պատմությունը շատ լավ գիտենք։ Այս հայրը ամեն օր իր դռները բաց ուներ, բաց էր, եւ իր դան ջրակը ամեն օր միացած էր, երբեք չէր անջատում, սպասել որ հիմա միգուցե կիշերով գուքա որդիս։ Եվ վերջին աղոթող հոր օրինակը։
Այս հայրը շատ այսպես զգայուն, հուզիչ եւ յուրահատուկ հայր մներ։ Հայր մներ, որու որդին դիվահարված էր։ Դիվահարված։ Անմաքուր հոգի մտեր իր մեջ եւ իր պատկերացում հայրը ամեն օր իր որդուն տեսնեմ ինքզին գրագի մեջ կնեդեմ, ինքզին ճրի մեջ կնեդեմ, շղթաներով կգաբեն, շղթաները կգոդրեն, դիվահարված։ Եվ այս հայրը ամեն օր գաղութ էր եւ այնպիսի վիճակ մի եղել էր, հրյա էր, որ իր հավատքը, իր հավատքի հիմքերը արմատախլված են, անգամ արմատախլվելու էին։ Այլ հավատ հույս չէր մնացած։ Եվ այս հայրը, որու որդին դիվահարված է, կսե լավ, իմ դղուս բռնեմ ցերկից, Հիսուս անունով մեկը գա մեր քաղաքում աշակերտներ ունի, լսել էլ որ իր աշակերտները կարող են հրաշքներ անել։ Եվ իր աշակերտներուն կդանի Հիսուսին, կսե աշակերտներ ջան, խնդրում եմ իմ որդիս, այս վիճակն է, խնդրում եմ բժշկեք։ Բժշկեք։ Այդ չեմ դիմանում։ Աշակերտները փորձեցին, չկարողացան։ Չստացվեց։ Չստացվեց։ Եվ այս հայրը իր դիվահարված որդին Հիսուսի աշակերտներին բերավ, աշակերտները չկարողացան բժշկել, գարդես այս հոր վերջին հույսը հանգեց։ Էլ վերջ։ Էլ վերջ։ Հիսուսին գանտիբի։ Հիսուս վիճապանություն մնգլսեք, ինչ կբադայոս, պրանշուշ կիդեր, գսե ռապի, իմ դիվահարված որդին կու աշակերտներուտ պերի չգրցան բժշկել, և նայեցեք ինչ գսե։ Գսե, եթե դուն կարողություն ունիս, եթե դուն կարող ես բժշկել իմ որդիս, խնդրում եմ բժշկե։ Նայեցեք Հիսուսի պատասխանը։ Կարողություն ունիմ, կհարցնես ինձի, լավ գսե։ Հիմա Հիսուս իր հարցով իրեն կպատասխանես հոր, այս հայրիկին, գսե, դու ինձի կհարցնես, եթե ես կարողություն ունիմ, բժշկելու։ Հիմա ես քեզի հարց մտամ, եթե հարցից պատասխանեմ, կբժշկեմ, գսեմ, եթե դու հավատալու ինձ կարողություն ունիս, ուզադիդ պես կլա։ Թե ես կարող եմ բժշկել կամ ոչ, ադիմա մեկ կողմ տնեմ, դու կարող ես հավատալ, որ ես կարող եմ քո որդուդ բժշկել, որովհետև գսեմ ամեն բան կարելի է անոնց, որոնք կհավատան։ Հարցը ոչ թե քո հավատքիդ մեջ է, այլ հարցը քո հավատքիդ առարգայի մեջ է, որու կհավատաս։ Նայեցեք ես հայրիկ ինչ կպատասխանի։ Գսեդեր գահավադամ, բայց օգնե իմ անհավատությանս։ Այո, ուզում եմ հավատալ, որ դու կարող աշակերտներուդ բերի, չգրցան, որև այդ աշակերտները քեզ մե հեղինակություն ունեին, քո զորությունը ունեին, հրաշքներ անելու։ Ուրիշներուն բժշկած եմ, իմ զավակից չգրցան բժշկել, դիվահարված եմ։ Դեր հիմա գահավադամ, բայց օգնե իմ անհավատությանս, որովհետև այս ընթացքում իմ հավատքս լուրջ մարտահրավերների առաջ հայտնված է։ Ուզում եմ հավատալ, բայց չեմ կարողանում հավատալ։ Դգար է հավատքս, խախուդ է հավատքս, հավատքս վախով և գասկածներով շաղախված է, օգնե ինձի, որ հավատամ, ազատագրե ինձ, իմ անհավատությունից, որև ուզում եմ, որ որդիս բժշկվի։ Այդ չեմ կարողանում, իմ որդուս ցավը տեսնելով ապրեմ, նույն դան մեջ եմ։ Դեր օգնե ինձ
ազատագրե ինձ իմ կասկածամտությունից, իմ վախերից, իմ անհավատություն, բայց ուզում եմ հավատալ։ Այս հորից, այս հայրիկից սովորում եմ հետևյալը, որ պայման չէ հայրեր, որ մեր աղոթները գադարյալ լինեն։ Ոչինչ, եթե քո աղոթների մեջ կասկած եւ վախ կա։ Ոչինչ, եթե քո աղոթքիդ մեջ անհավատություն կա։ Ոչինչ, դու աղոթես, ասե դեր օգնի ինձ, չեմ կարողանում հավատալ, էլի չեմ կարողանում։ Հիսուս չմերժեց այս հորը, չասեց սպասի, երբ որ հավատքդ գաջի, երբ որ այլ կասկած չես ունենա, երբ որ ինձ հայր դողս գվստայես, հետո եկուր, հաջողություն ախպեր ջան, դու ասեց հայրիկ, պարաֆրեզիմ ան, քու հավատքիդ պես լակես եւ իր դողում բժշկեց։ Վարգյանապես դղան բժշկվեց։ Վարգյանապես կսե դղան բժշկվեցավ։ Այս է աղոթող, աղերսող, վճռական հորմը դեսագը։ Նույնիսկ հիաստապված, հուսահատված, կասկածներով լեցուն կմոտենանք ասում ենք, որպես հայրեր, մոտեցիր այդպես, եւ պիտի տեսնես, որ հրաշքով երկնքի դռները բացվելու են մեր առաջ։ Հայրեր, շարունակենք աղոթել, որը մեր աղոթները երկինքն են ցնցում, շարժում եւ դժոխքի դարբասները քանդում են։ Իմ աղոթքս է այսօր սերով հայր, ինձ աղոթող հոր վերածիր։ Եվ այս բոլոր աղոթող հայրերը, որ տեսանք Աստծո խոսքի մեջ, մեր առջև են որպես նմուշներ։ Բարեխոսական աղոթք, պաշտպանության համար աղոթք, բժշկության համար աղոթք, անհավատությամբ շաղախված հավատքով աղոթք, դարբեր խոստովանության աղոթք։ Աղոթենք, լինենք աղոթող հայրեր, որով այս է մեր ընտանիքների պետքը, մեր եկեղեցիների պետքը, մեր հասարակության պետքը։ Դերը աղոթող հայրերի վերածե մեզ իր փառքին համար։ Ամեն։